Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արմենուհի Գյուրեղյանին։ Բարև ձեզ Տիկին Գյուրեղյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Շնորհակալ հրավերի համար։ Սիրով։ Տիկին Գյուրեղյան, սկսենք մեր երկրում ստեղծված իրավիճակից։ Երեք գիշեր կալանավորվեցին Բագրատ Սրբազանը եւ մի խումբ այլ ընդդիմադիր գործիչներ։ Գիտեք, Սրբազան շարժման մասնակիցներին մեղադրում են ահաբեկչություն նախապատրաստելու եւ իշխանությունը զավթելուն ուղղված ենթադրյալ գործողություններ նախապատրաստելու մեջ։ Խնդրում եմ ձեր գնահատականը տաք այս իրավիճակին, ինչի է Նիկոլ Փաշինյանը իրավիճակը ամեն կերպ սրում այս օրերին։ Նախ ես ուզում եմ նշել, որ երեկվա դեպքերը բոլորովին հենց համապատրաստիչ չէին, դրանք շարունակությունն էին Նիկոլ Փաշինյանի Էրդողանին հետ հանդիպմանը Թուրքիա այցին եւ ըստ էության օդում կախված լուրերի համաձայն նա գնացել էր Էրդողանին խնդրելու եւ ժամանակ շահելու, որպեսզի իր տված խոստումների կատարումը մի քիչ հետաձգվի եւ Էրդողանը իր ազդեցությունը օգտագործի որպեսզի Նիկոլ Փաշինյանը ստանա Ալիևի ստորագրությունը խաղաղության այդ պայմանագրի տակ, ինչու, որովհետև ըստ մենք բոլորս գիտենք եւ ադրբեջանական իշխանության բարձրագույն ներկայացուցիչները բազմիցս հաստատել են, որ իրենք կստորագրեն փաստաթուղթը այն եւ միայն այն ժամանակ, երբ մենք Հայաստանում կունենանք սահմանադրության փոփոխություն իրենց թելադրած պայմաններով եւ մենք կունենանք 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերաբնակեցնելու համաձայնությունը, Մինսկի համանախագահների խմբի լուծարումը եւ այլն եւ նման պայմաններ, բայց այդ ամենը ենթադրում է առաջին հերթին սահմանադրության ամբողջության փոփոխություն, ոչ թե սահմանադրական որոշակի հոդվածների, իսկ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ ինքը այսօր իզորու չէ Հայաստանում սահմանադրություն փոխելու, որտեղ սահմանադրությունը եւ փոփոխությունը ենթադրում է հանրակրվե 650,000 ոչ միայն մոտավորապես ոչ միայն մասնակցություն, այլև կողմձայն, իսկ ինքը իր ամենալավ տարիներին, ամենալավ քվեները որ ստացել է 870,000-ի կարգի եղել եւ շատ լավ հաշվարկ ունի, հետազոտություն ունի, որ իր վարկանիշը արդեն շիրշակից էլ ցածր է եւ այդ 650-ի փոխարեն որ ինքը 65,000 էլ ստանա, էլի իր համար դա մեծ գնահատական կլինի եւ բնականաբար սահմանադրության փոփոխություն չի ունենա, իսկ առանց այդ խաղաղության պայմանագիր հաղթաթղթի ինքը վերընտրվելու շանս չի ունենա, իսկ թե ինչ է խոստացել եւ ինչի դիմաց եւ ինքը ինչ է արել այս երկրի մեր երկրի հանդեպ ինքը ամենալավը գիտի եւ գիտի որ այդ ամենը չկատարելու պարագայում ինքը ինչ պատժի է արժանանալու եւ առաջին հերթին հենց թուրք-ադրբեջանական տանդեմի պատժից էլ է նավախում որովհետեւ նրանց է խոստացել ինչի դիմաց էլի եմ կրկնում ինքը գիտի իսկ այս ամեն ինչին ինչով են խանգարում Սրբազանն ու կալանավորված մյուս գործիչները փաստացիորեն ենթադրվում է ես ողջամիտ կասկած ունեմ որ Էրդողանը նրան այդ դրական պատասխանը չի տվել հետաձգելու առումով եւ նա ստիպված է խաղաղության պայմանագիր հաղթաթուղթը ձեռքին ունենալու համար գնալ նման փոփոխությունների, իսկ նման փոփոխությունների գնալու համար առաջին հերթին ազգային ուժերը պետք է ընդդիմանան, իսկ ազգային ուժերը շատ են, հա ըստ էության այսօր համախմբվում են ազգային ուժերը եւ այդ ազգային ուժերի համախմբումը թույլ չի տալու որ ինքը հասնի սահմանադրության փոփոխության իր այսպես ասած հարցակումը սկսել է հայ հեղափոխական դաշնակցության անդամների վրա շատ լավ գիտենք որ երեկվա կալանավորների մեջ էլ նորից հայ հեղափոխական դաշնակցության գերագույն մարմնի անդամներ կան անդամներ կան խոզարկություններ արել մարզային կառույցների ղեկավարներին դրանից հետո իրենք անցել արշավի ընդհանրապես ազգային ուժերի նկատմամբ, որովհետև 2-3 տարի արդեն 4-րդ տարին է այդ պայքարի առաջամարտիկ հայ հեղափոխական դաշնակցությանը վաղուց արդեն իրենց հարձակումը դաշնակցության վրա հենց եղավ, դրանից հետո արդեն դաշնակցությանը միացան ազգային ուժերը։ Հարձակումը ինքը ընդլայնեց ազգային ուժերի վրա բոլորը։ Հետո դրան միացան արդեն այդ պայքարին միացան ընդհանրապես Սփյուռքի մեր հայ ժողովրդի ներկայացուցիչներ, Սփյուռքը իր բոլոր կառույցներով հայդատի գրասենյակներ, հայկական համայնքներ հարձակում գնաց սկսեց սփյուռքյան կառույցների վրա միացավ եկեղեցին հիմա էլ արդեն լայն թափով հարձակում եկեղեցու վրա իսկ եկեղեցու վրա այս հարձակումը շատ ավելի խորքային ու լայն է ինչու որովհետև մեր պատմությունը միշտ էլ ցույց է տվել որ մեր երկրի համար ամենադաժան ամենավտանգավոր պահերին եկեղեցին կանգնել է
դարձել է այն միավորող ուժը, որը հայ ժողովրդին միավորելով կանգնել է որպես պայքարի առաջամարտիկ եւ փրկել է հայ ժողովրդի ոչնչացումից, այսպես ասած, եւ նա շատ լավ գիտի, որ հայ եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին, որը սահմանադրորեն ինքը ունի բացառիկ առաքելություն, իզորու է միավորելու հայկական, հայոց ինքնության, հայոց ազգային ինքնության համար պայքարող բոլոր ուժերին եւ նա բնականաբար հարձակումը սկսել է հայ եկեղեցու վրա եւ դեռ ավելի դրանից են կողմել արդեն հարձակումը խորացրել է հայ եկեղեցուն պաշտպանող յուրաքանչյուր անհայտի, յուրաքանչյուր Կարապետյանի օրինակով դա շատ լավ տեսանք։ Կարապետյանը եւ ոչ միայն Սամվել Կարապետյանի վրա պետք է նա պետք է ընդլայնի նաեւ այդ պայքարը եւ սա ըստ էության Նիկոլ Փաշինյանի այս պայքարը, գիտեք, ինչ որ իմաստով պետք է դառնա այն զարթուցիչը, որը պետք է արթնացնի բոլոր նրանց, ովքեր մտածում են, որ իրենց չի հասել Նիկոլ Փաշինյանը, այս տեմպով նա բոլորին է հասնելու, որովհետև նա բոլորի մեջ իր իշխանությունը կորցնելու վտանգ է տեսնում, իր դեմ պայքարող, իր իշխանության դեմ պայքարող բոլորի մեջ նա այդ վտանգը տեսնում է, իսկ շատ էլի եմ կրկնում, շատ ավելի լավ, քան ինքը ոչ մեկը չգիտի, թե այդ իշխանությունը կորցնելուց հետո ինքը ինչ պատժի առաջ է կանգնելու, թե թուրք-ադրբեջանական տանդեմի եւ թե իհարկե հայ ժողովրդի առաջ։ Սա է հիմքում ըստ ինձ այս ամեն բռնաճնշումների։ Էրդողանը նրանից պահանջել է։ Էրդողանի պահանջով է այս ամեն ինչը։ Էրդողանը նրանից պահանջել է, որ անպայման Ալիևի թելադրած պայմանները պետք է կատարածվեն։ Հակառակ պարագայում պատժի է ենթարկվելու եւ այս պահանջը նա չկատարել չի կարող։ Եվ դա Սրբազանի ձերբակալությունը կարող են փաստել Էրդողանի պահանջով է։ Ես այդպես եմ ենթադրում եւ ողջամիտ մեծ հիմքով ողջամիտ կասկած ունեմ, որ այո սա Էրդողանի պահանջն է հարձակվել ազգային ինքնությունը պահպանող բոլոր անհատների, բոլոր կառույցների վրա եւ իհարկե առաջին հերթին եկեղեցու։ Օրինակ իշխանական թևից համեմատություններ են անցկացնում հոկտեմբերի 27-ի հետ, 3 հարցազրույցներ էին տալիս ու նշում, որ իրենց հաջողվել է հոկտեմբերի 27-ից փրկվել եւ նաեւ Նիկոլ Փաշինյանի որդին, ով մամուլում տևական ժամանակ է տեղեկություններ կար, որ ընտանիքի հետ կապերներ խզել, վերջինս էլ էր գրառում կատարել ու քաղաքական գնահատականներ տվել այս ամենին։ Ինչի մասին է այս ամեն ինչը վկայում եւ ինչու է Փաշինյանը նաեւ իր երեխաներին խառնում այս ամեն ինչին։ Ըստ էության դուք խոսում եք, հա, երկու օր առաջ, այս երեկվա երևույթներից մի օր առաջ հանրությանը ներկայացրած ընդդիմության հեղաշրջման պլանը, որը այսպես ասած Վահագն Ալեքսանյանը ներկայացրեց եւ ինչ էր այդ փաստացիորեն այդ հեղաշրջման պլանը իրականության մեջ։ Ես դա ձևակերպում եմ, որ իրենց ինքնախոստովանություններ երկրում գոյություն ունեցող իրավիճակի իրենք շատ լավ հասկանում են իրենց մշակած պլաններ, իրենք այսպես ասած ձևաթուղթ սարքեցին, մշակեցին, ուղարկեցին, որպեսզի հիմնավորեն երեկվա իրենց գործողությունները եւ այդ գործողությունների հիմնավորման տակ որպես պլան նրանք շատ հետաքրքիր կետեր էին դրել, ես ելի եմ կրկնում, ես համոզված եմ, որ դա իրենց ձեռքի աշխատանքն է նախ սկսենք նրանից, որ այդ ծրագիրը, եթե ինչ որտեղից եղել է, ինչ որ մեկի ձեռքում եղել է, իրենք իրենց արխիվում երևի 24 թվականի համար նման պլան էին մշակել, թե ինչ կանեն ինչ կանի ինդիմությունը եւ այդ պլանը ուղղակի հանել են մոռանալով նույնիսկ ծածկել է տողը, հա, որ ժամկետների համար է ցանկացած ծրագիր գրվում է ժամկետների համար։ Ես հիշեցի, գիտեք ինչ մի բան, երբ իրենց մեղադրում էի այն բանում, որ իրենք ամեն ինչ անում են ոչ թե որովհետեւ չեն կարողանում լավն անել, այլ որովհետեւ ծրագրավորված եկել են երկիրը քանդելու եւ ասեցի ինձ ընդդիմացողներին առաջարկում եմ ինքնուրույն մշակել մի վարժություն, այո, արեք մի վարժություն, գրեք այն քայլերի շարքը, որոնք դուք կանեիք որևէ X երկիր քանդելու համար։ Հիմա այս վարժությունը իրանք նաև իրենց համար այն մյուս վարժության տեսքով են արել։ Ինչ կանի ինդիմությունը
իրենցից իշխանություն վերցնելու համար եւ հստակ դա էր գրած եւ ամենակարևոր բաները որ գիտեք եւ կարևոր եւ ծիծաղելի եւ ինքնախոստովանական տեսեք իրանք ինչ էին ասում հուլիսի 23-ից օգոստոսի 1 այսինքն այդ մեկ շաբաթվա ընթացքում ընդդիմությունը իրենց ըստ ասած այդ հեղաշրջման պլանում նախապատրաստում է հանրության մեջ ստեղծել հիասթափության մթնոլորտ Նիկոլ Փաշինյանին դարձնել ծաղրի առարկա եւ նրան դարձնել վերածել ժողովրդական մեմի շատ կներեք դուք այդ 20 դուք արդեն վաղուց ինքները ձեր ձեռքով Նիկոլ Փաշինյանը ինքը իր կերպարով իրեն դարձրել է ծաղրացու իրեն դարձրել է ծաղրի առարկա եւ ժողովրդական մեմ այսինքն ընդդիմությունը այդ գործում անելու բան չուներ էլի ավելորդ տեղը ինչու պետք է մեկ շաբաթ հենց այնպես ժամանակ ծախսեր, եթե հեղաշրջման պլան էր իրականացնելու։ Այսինքն դա իրենց ձեռքով շատ լավ արել են։ Հաջորդը, որ իրենք ինչ էին ասում, հաջորդ կետը, փուլի երկրորդը, հաջորդը օգոստոսի 2-ից 11, այսպես 10-օրյակներով Գանդի աղյուսակի նման հստակ գրել են։ Դե սա գիտեք ինչի մասին է խոսում, նաև իրենք բոլորը ՀԿ ոլորտից եկած են, իսկ ՀԿ ոլորտում այս ծրագրերը ներկայացնելիս Գանդի աղյուսակ են լրացնում եւ հստակ նշանակում են գործողությունները, փուլերը, պատասխանատուները, այս նույն սկզբունքով, նույն մոտեցումով իրենք այս ծրագիրն են մշակել։ Երևի իրենց մեծ մրցույթ է հայտարարվել մշակել այս ծրագիր եւ տեսնել որի պլանն է ավելի հաղթող, Վահագն Ալեքսանյանի պլանն է հաղթել, իր պարզամիտ ոճն է այստեղ նաեւ։ Ուրեմն հաջորդը տեսեք, ասում թիրախային ապատեղեկատվություն կառավարության գաղտնի բանակցությունների մասին, այսինքն ընդդիմությունը պետք է թիրախային ապատեղեկատվություն տարածի այդ խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունների մասին։ Լսեք, մենք ինչու ենք նման ապատեղեկատվություն ստեղծելու, մտածելու մասին ժամանակ կորցնում, երբ որ բանակցությունների ուղիղ հաջորդ օրը կամ մի երկու օր առաջ, 3 օր առաջ ադրբեջանական վերնախավի ներկայացուցիչները հստակ ասում են, ինչ են պահանջելու, ինչ են խոսացել, ինչ է խոստացել Նիկոլը։ Այսինքն մենք դրա կարիքը չունենք անելու։ Իրենց այդ բանակցային սեղանի շուրջ նստած թիմով միանգամից իլուր աշխարհի են հայտարարում։ Մենք այդ ամենի մասին լսում ենք ադրբեջանական մամուլից, ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերից, այնպես որ էմոցիոնալ մասը բավականին թույլ է։ Այնպես որ իրականում ընդդիմությունը այդքան ժամանակ չունի, էլի որ ժամանակ տրամադրի այս բաներն անելու, ընդդիմությունը շատ լուրջ կարճ ժամանակ ունի այս իշխանություններին հեռացնելու։ Եթե կուզեք ասենք հաջորդը, որը որ իրենք կարևորել են, ընդդիմությունը սեպտեմբերի 14-ից 19-ին պետք է բարձրաձայնի արժեք համակարգային պահանջների եւ իրենց կողմից այդ պահանջների չկատարման մասին։ Լսեք, ընդդիմությունը ամեն օր իր գործունեությամբ այդ արժե համակարգային պահանջների չկատարման բարձրաձայնում է անում։ Այդ ինչի՞ պիտի սեպտեմբերի 14-ից 19-ին 5 օրվա մեջ պետքա ներկայացնեինք, ուղղակի ծիծաղելի մեխանիզմ, ծիծաղելի այսպես եւ հետո ամենակարևորը, որ իրենք գիտեք մի հատ ամբողջ ցանկ են ներկայացրել, թե եթե վերջում պետք է դրանք հասնեն փողոցային պայքարի եւ ովքեր պետք է մասնակցեն փողոցային պայքարին, ով ինչ ծավալով, ինչ մասշտաբներով, վերային կառավարության ցանկ են ինչ որ հրապարակել այդ մարդիկ զարմացել էին իրենց պաշտոններից։ Կառավարությունը շատ հետաքրքիր թվեր էին իրենք ներկայացրել, տեսեք, կազմը, հա, ասենք ամեն մեկին պարտավորվածություն էին դրել, ով ինչքան մարդ պետք է փողոց դուրս բերի, Գագիկ Ծառուկյանին 15000-ից 20000, Սամվել Կարապետյանին 5-ից 8000, Սամվել Ալեքսանյանին 5000 եւ հետո արդեն Ռոբերտ Քոչարյան, Դաշնակցություն, Սերժ Սարգսյան, Գազպրոմ, ռուսական եկարդուղի, արցախցիներ, նախկին զինվորականներ, IT ոլորտի բիզնես էլիտա, երիտասարդություն, ազգային փոքրամասնություն, հասկանում եք, իրանք շատ լավ հասկանում են, որ այս բոլոր խավերը դուրս են գալու փողոց։ Եթե այսքան իրենց նշածին հանում ենք, տակը մնում են մի քանի ԿՊԱ-ականներ ու իրենց իշխանությունն ու իրենց ընտանիքները։ Գուցե նաև 2018 թվականին իրենք այս ճանապարհով են մարդկանց փողոց հանել, քանակով բաժանած, իրենց ծրագիրը իրենք ժամկետներ են փոխել, թվեր են փոխել, անուններ են փոխել եւ բնականաբար հասկանում իրենք պատրաստի իրենց այդ շաբլոնի վրա, իրենց ծրագրային շաբլոնի վրա որոշակի փոփոխություններ են արել ու հաղթել է երևի Վահագն Ալեքսանյանի ներկայացրած տարբերակը իրենց մրցույթին, թե այդ մրցույթի համար ինքը ինչ հաղթելու համար ինչ ստանալու այդ միայն ինքը գիտի։ Այսինքն ըստ էության իրենք խոստովանել են, որ հայ ժողովրդի մեծամասնությունը դուրս է գալու, դուրս է եկել իրենց իշխանությունից հեռացնելու պայքարի համար։
Սա իրենց եւ սա իրենց ինքնախոստովանությունն է եւ մի բանի մասին էլ խոսեմ, հա, ուղերձը, հա, իրենք որ ուղերձ էին բանարել, անդիմության ուղերձը, այստեղ ես որ նշում եմ, ինչ է հերացիր, որ ապրենք։ Սա ԿՊԱ-կանների ուղերձն է Նիկոլ Փաշինյանին։ Իրենք շատ լավ գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ կիրառելու է, ամեն ինչ օգտագործելու է պատասխանատվությունից խուսափելու համար, փախնելու է եւ չգիտեմ, եւ պատասխանատվության իրենց բաժինը, իրենց մեղքը իրենք շատ լավ հոգիտակցում են եւ որպիսի հասկանում են, որ այդ պատասխանատվությունը լուրջ մասշտաբների չհասնի, ասում են Նիկոլ հեռացիր, որ մենք ապրենք։ Սա է նրանց ուղերձը, իբր թե մենք ենք տվել, չէ։ Դուք պետք է հեռանաք, մեր երկիրը պետք է ապրի, մեր երկիրը չի կարող չապրել եւ անպայմանորեն այս իշխանությունները պետք է հեռանան։ Գիտեք, եւ այսօր մենք արդեն այն վիճակին ենք, որ ցանկացած իրենց բռնաճնշում շատ ավելի մեծ քանակությամբ բողոքի մասնակիցները դուրս բերում։ Արդեն մենք հասել ենք դրան, հասկանում եք, մենք եթե նայեք մաթեմատիկորեն, հա, այդ սինուսոիդի վրա, իրենք արդեն ճնշումների ազդեցության գագաթնակետից վաղուց անցել են եւ յուրաքանչյուր նոր ճնշում ավելի հակառակ ազդեցություն է ունենալու եւ ավելի մեծ քանակությամբ մասսաներ է դուրս բերելու փողոց։ Իրենք երևի դա դեռ չեն գիտակցում կամ չեն ուզում խոստովանել, բայց արդյունքը դա է լինելու, այնպես որ չգիտեմ իրենց բռնաճնշումները, հա, եւ գիտեք, ես կուզեի այդ բռնաճնշումների ու երեկվա դատավարության, հա, այդ մասին խոսել, եթե լսեցիք եթերում կենտրոնում, հա, կենտրոնի դատարանում խոսեց նաեւ դատից հետո, վճիռը կայացնելուց հետո Արա Ռոստոմյանի դատապաշտպանը, փաստաբանը, եւ նա ինչ ներկայացրեց, ըստ էության նրան ներկայացված մեղադրանքի հիմքում, գիտեք ինչ էր դրված, ուղղակի զավեշտ ասեմ, չգիտեմ, հիմքում գրված էր իշխանության կարծիքների հետ չհամաձայնել, այլակարծություն, այսինքն այլակարծությունը մեղադրանքի հիմք է ներկայացված, վերադառնում ենք 37 թվականին։ Սա որպես հիմք գրավոր փաստարկված, որպես մեղադրանքի հիմք ներկայացվել է դատարանում եւ դատավորը այդ մեղադրանքի հիմնավորմամբ 2 ամիս կալանավորման վճիռ է կայացնում։ Եվ մյուս հիմնավորումը այն բոլոր կադրերն էին, որ տեսեք, այդ մարդիկ ինչ որ զինված են եղել եւ ինչպես դուք ասացիք հոկտեմբերի 27-ից փրկվել են, բայց այն շատ ներողություն էլի այդ ամենապրիմիտիվ մտածողություն ունեցող, ամենապարզագույն մտածողություն ունեցող մարդը տեսնում է, չէ, որ այդ զենքերի վրա այնքան են, չգիտեմ, իրանք դիտման բարեցին, թե իրենց էլ ծիծաղելի վիճակի մեջ դրեցին։ Դիտման բարեցին, թե չհասկացան, կցել էին նաև այդ ամեն ինչի հետ ցուցադրել են նաև թույլտվության փաստաթղթերը։ Ներկայացնում են փամփուշտներ, որոնք կրակված են, ներկայացնում են ինչ-որ արմատուն ձողեր, չգիտեմ ինչ, որի սեփական տուն, որ սեփական տուն մտնես, որ այդպիսի ձողեր չլինի, հասկանում եք, ես էլի եմ կրկնում, հիմա այդ ներկայացողները միգուցե դիտավորյալ են այդպես արել, որ հանրությունը հասկանա, որ իրենք չեն ուզում ստիպված են անում, բայց տեսեք ինչ են անում։ Դա էլ է տարբերակ։ Սա էլ է, եւ ես ավելի շատ այսպեսի արդեն իրենց մեջ էլ կա, չէ, այդ խլրտումը։ Արմեն Աբազյանի օրինակով տեսանք արդեն, որ ուժայիններում էլ լուրջ տարաձայնություններ կան, անօրինական հրամաններ չեն ուզում կատարել։ Այստեղ հենց էդի նկատի ունեի, որ հանրություն, տեսեք, հասկացեք, որ այստեղ լուրջ բան չկա, բայց այդ վերջի վերջո իրենք պետք է վաղը մյուս օրը նաեւ իրենց դեպի եվրոպական միություն էին, չէ, գնում այդ Եվրոմիության օրենք են, չէ, ընդունել դրանց հաշվետվություն պիտի տան, չէ, որ իրենք ժողովրդավարություն են իրականացնում եւ այնտեղից արդեն ԵԽԽՎ մի քանի падգամավորների արձագանք արդեն եկել է եկեղեցու վրա անօրեն սահմանադրական կարգը խախտելով հարձակումների ճնշումների մասին արդեն ԵԽԽՎ բազմաթիվ падգամավորներ բարձրաձայնել են։ Հիմա հարց է առաջանում, էս է իրենք ասում են մենք օրենք ընդունում ենք, որպեսզի պայման ավելի խորացնենք ժողովրդավարություն մեր գործընթացը, մեր ճանապարհը, մենք ավելի լայն ժողովրդավարություն ունենանք։ Փաստորեն իրենց ժողովրդավարության բաստիոնը իրենք ունեն, բայց մենք միամիտներս ժողովրդավարությունը հասկանում ենք սովորական իմաստով, հա, ժողովուրդը վարում է իշխանությունը։ Ոչ,
այս մարդկանց ժողովրդավարության բաստիոնը ժողովրդին վարող բաստիոն է։ Իրենք ժողովրդին են վարում իշխանության կողմից։ Սա է իրան ժողովրդավարությունը եւ պարզապես մենք երևի այդպես միամիտ էինք։ Եվ հիմա ես ուղղակի ուզում եմ հասկանալ այդ Եվրոխորհրդի ընդհանրապես Եվրոպական միության անդամները, ովքեր վաղը մյուս օր իհարկե նրանք չեն էլ ընդհանրապես արձագանքել այդ օրենքի նախագծին կամ ընդունված օրենքին, թե երբ կարող են դիտարկել ընդհանրապես Հայաստանի այնտեղ միավորման հարցը, բայց նրանք ինչպես են գնահատելու, չէ՞ որ վաղը մյուս օր իրենք այս ներկայացուցիչները պիտի գնան ԵԽԽՎ նիստերի մասնակցելու, Եվրոմիության տարբեր միջոցառումներին մասնակցելու, նրանց առաջ այդ հարցերը պիտի դրվի, չէ՞ ի վերջո։ Դե մեծ ակնկալիքներ չունենանք, որտեղ հիշենք նախորդ տարի հունիսի 12-ին Միացյալ Նահանգների դեսպանատունը ինչպես արձագանքեց ու ցուցարարներին մեղադրեց։ Այո, նա հստակ ասեց Վիկտորինը, հա, ինչ ասեց, ոչ բոլոր դեպքերում էին խաղաղ։ Դե ասեց, ոչ բոլոր դեպքերում էին խաղաղ, եւ ես դեռ հարց ունեմ, ես ինքս ինչ կանեի նման պարագայում։ Էլ չեմ ասում Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից ասեց ես ողջունում եմ կխրախուսվեն այն ոստիկանները, ովքեր իրենց իրավական գործունեությունը կանեն, այնպես որ հասկանում եք սա մի խայտառակ իրավիճակ է, բայց ելի եմ կրկնում այս բռնաճնշումները վաղուց արդեն մեզ վախեցնողը չեն, հանրությանը վախեցնողը չեն եւ դեռ հակառակը սկսել է հակառակ էֆեկտը։ Այն մարդը, ով ժողովրդավարության անվան տակ Նիկոլ էր պաշտպանում, նիկոլիզմ էր պաշտպանում, հիմա շատ լավ հասկանում է, որ այստեղ ժողովրդավարություն չէ, իր պատկերացրած ժողովրդավարությունը եւ իրականությունը հեռու է եւ արդեն փողոցի պայքարին մասնակցելու ավելի շատ զանգվածներ են, մարդիկ են խոսում այդ մասին։ Քին Գյուրարյան, նախորդ լիագումար նիստերի ժամանակ դուք տերունական աղոթքից մի հատված մեջ բերեցիք եւ Աստծուն խնդրեցիք մեզ փրկել Նիկոլ Փաշինյան կոչվող չարիքից։ Այս կապակցությամբ բավականին իրարամերժ գնահատականներ հնչեցին ինչպես քաղաքական դաշտում, այնպես էլ հանրության շրջանում եւ անգամ իմ ծանոթների շրջանակում, ովքեր Հայաստան դաշինքին են ընտրել 2021 թվականին, ասում են մենք ձեզ չենք ուղարկել ազգային ժողով աղոթելու, գործուղել ներողություն եմ խնդրում այս բառի համար, այլ ուղարկել ենք գործուղել ենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու նպատակով։ Ինչ կասեք այս մարդկանց, ովքեր ձեզ ազնիվ քննադատություն են հնչեցնում, այլ ոչ թե իշխանական քարոզչությունը սպասարկում։ Ես առաջին հերթին հենց կուզեմ այդ ազնիվ քննադատողներին ուղղել իմ խոսքը, հա։ Ես վստահ եմ, որ այս մարդիկ Հայաստան դաշինքին են ընտրել։ Ես համաձայն եմ, որ այո, միգուցե եթե իրենք իմ 10 րոպեանոց ելույթից դիտել են միայն այդ վերջին կտորը, հա, մի քանի վայրկյանը, միգուցե այդ կարծիքին դա ամենաշատը տարածվեց, բայց ես պարզապես այդ մարդկանց խորհուրդ կտամ իմ ելույթը լսել, հա, որովհետև դա, եթե հիշում են իրենք, հա, դա բյուջեի հաշվետվությունն էր, բյուջեի կատարողականի հաշվետվությունն էր, եւ ես իմ ամբողջ ելույթում ցույց եմ տվել, թե ինչ են խոստացել, չեն կատարել, ինչ են խոստացել, չեն կատարել, ընդհուպ մինչև բոլոր հարցերին եմ անդրադարձել առողջապահության ոլորտում, կրթության ոլորտում, պարտքի ավելացման առումով, երեխաների ապագայի զրոյացման առումով, ժողովրդավարական խոստումների, այսինքն հասկանում եք, ես ամբողջ ելույթս տարել եմ այդ ուղղությամբ, որ իրենք խոստացել են չեն կատարել, խոստացել են չեն կատարել, իսկ բյուջեի կատարողականի գնահատումը հենց դա է, ինչ են խոստացել, ինչ չեն կատարել, եւ դա դու պետք է դրանով պետք է դու հանրությանը եւ գնահատողներին ներկայացնես, որովհետեւ ի վերջո գնահատականը խոստումների կատարումն է եւ ամբողջ ելույթս դրան է վերաբերված։ Ես իսկապես անկեղծ ասած ես ինքս էլ շատ հաճախ ճիշտ է շատ է տարածվել, բայց ինձ համար էլ դա մի տեսակ, գիտեք, մի տեսակ ոնց ասեմ, շատ ինձ համար էլ լավ հաճելի չէր, որ ամբողջ այդ ելույթի բովանդակային մասը այդքան քիչ տարածվեց, միգուցե այդ փոքր մասը ծածկեց նրան, բայց ես ուղղակի իրենց խորհուրդ կտամ եւ իրենք կհասկանան, որ ես իմ ամբողջ ելույթը հենց իրենց ցանկության, իրենց պահանջին եմ նվիրել։ Ասում են աղոթել եմ, մենք էլ տանը նստած հեռուստացույցի առաջ կարող ենք աղոթել։ Սա ուղղակի վերջին խոսքն է եղել, այո, իսկ ամբողջ իմ ելույթը եղել է, որ Նիկոլ Փաշինյանը իր թիմով ոչ միայն չի կատարել, եւ ես իմ ելույթով ապացուցել եմ, որ ոչ միայն չի կատարել, որովհետեւ չի կարողացել, այլ որովհետեւ սրանք եկել են
իրենք հատուկ հստակ ծրագիր իրականացնելու երկիպետականական քաղաքականություն իրականացնելու եւ միակ ճանապարհը իրենցից ազատվելն է եւ պարզապես իհարկե շատ ուրախ եմ որ իրանք այդպես պահանջատել են շատ ճիշտ են բայց պարզապես խորհուրդ կտա ես ինչ չեմ ուզում արդարացնել բայց ես ուզում եմ խորհուրդ տալ որ շատ ավելի լավ կլիներ եթե մի քիչ էլ բովանդակային մասը լսեին որտեւ էլի եմ կրկնում սա ծածկեց ամբողջը որը իմ ելույթի նպատակը դա չէր ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը նաև իր հակաեկեղեցական ամոթալի արշավն է շարունակում այս օրերին ամենօրյա ռեժիմով թիրախավորում է վեհափառ հայրապետին զանազան մեղադրանքներ վերագրում եւ պահանջում որ վերջինս հերքի ձեր դիտարկմամբ ինչի է փորձում Փաշինյանը հասնել սրանով ու մենք որպես հասարակություն ինչ պետք է անենք այս ամոթալի արշավին վերջ դնելու համար հարցակումը եկեղեցու կաթողիկոսի յուրաքանչյուր անհատի վրա ովքեր ինքնության համար պայքարողներ են Նիկոլ Փաշինյանի կողմից անսպասելի չէր իհարկե եւ ելի եմ կրկնում որովհետեւ ինքը շատ լուրջ վտանգ է տեսնում թե եկեղեցուց թե կաթողիկոսից եւ ինքը կիրառում է դոգիզմի կանոնները, հա, այն հայախառն բառապաշարով հանրությանը դիմում է կոչ է անում ընդդիմանալ կաթողիկոսին եւ գիտեք այնպիսի մեղադրանքների կարևոր ուխտ է դրժել, հա Եվ ես երբ նրան հարց եմ տվել, ես ինքս եմ չէ հարց տվել, նաև այդ ելույթի ժամանակ, որը ուղղակի չի լսվել, հա, ես ուղղակի այդ ելույթների ժամանակ իմ հենց այդ օրերի քննարկումների, ես հստակ հարցեր եմ տվել, ուխտ դրժել, նշանակում է որևէ պարտավորվածության կատարման երթում դրժել։ Ինքը որպես վարչապետ, երբ որ վարչապետ է դարձել, երթում է տվել եւ երթման տեքստում հստակ գրված է պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետի անվանը հարիր կյանքի ձևը, կյանքի կերպը։ Հիմա հարց եմ տվել, արդյոք այս հայոյախառն բառապաշարով, որ նա ամեն առավոտ փչացնում է մեր ժողովրդի առավոտը, հա, իր այդ նոր, չգիտեմ որտեղից էլ այդ բառերը գտնում, այդ ամեն առավոտ այդ հայոյախառն բառապաշարի փչացնելը վարչապետին հարիր կյանքի ձև է, որը ինքը երթում է տվել, իր ուխտը դրժել է դրանով, սահմանադրական կարգ, սահմանադրություն պահպանել, ինքը հենց եկած չեկած արդեն հիշեք իրակոչով ազգային ժողով է շրջապատել տվել, որը սահմանադրական կարգի խախտում է, ուխտի դրժում է, դատարաններ սահմանադրական դատարան շրջապատել է տվել, որը դրժում է 300,000 մասում, եկեղեցու սահմանադրությամբ բացառիկ առաքելություն ունեցող անկախ կառույցի գործերին է միջամտել, SMS-ով սահմանադրական մարմինների ղեկավարներին հրաժարականի դիմում գրել է տվել սահմանադրական կարգի խախտումներ այնքան ինչքան ուղղակի այդ շարքը անվերջ հնարավոր չէ էլի նույնիսկ այսպես եթերային ժամ օգտագործել դրանք շարելու համար այսինքն ինքը ամեն օր ամեն ինչում ամեն քայլում սահմանադրական կարգ է խախտել եւ իր երթումը դրժել է հիմա այսպեսի հարց ինքը բարոյական որևէ իրավունք ունի խոսել որևէ մեկի ընդհանրապես ինչ որ ուխտի դրժման մասին ինքը այդ բարոյական իրավունքը չունի եւ պարզապես ես էլի եմ կրկնում երևի ինքը փորձում է սրանով իր կողմ բերել այն ընտրողներին, ովքեր հայոյախառն բառապաշարը սիրում էին եւ որոշակի կողմնորոշում ունեին դեպի այդ բառապաշարը։ Հիմա այդ մարդիկ մնացել են անտեր, հիմա այդ մարդկանց էլ է ուզում վերել, որտեղ ինքը գիտի, որ իր ընտրողների բանակը ահավոր չափով նվազել է, ինքը մինչեւ 6-7 երևի ավելի ցածր վստահություն ունի։ Հիմա այս մեխանիզմով ինքը նման բառապաշար սիրող մարդկանց իր կողմ է անում եւ ըստ էության նաև այդ բառապաշարի օգտագործումը մենակ իրենը չի, ոնց որ թե ամբողջ ընտանիքինն է իրեն։ Բավականին հայհոյախառն բառապաշարի օգտագործում իր քաղաքացիական կինը Աննա Հակոբյանը։ Գիտեք, անկեղծ եմ ասում, ինձ համար քաղաքացիական է, ամուսնացած է, ամուսնացած չէ, որպես այդպեսին դա հետաքրքիր չէ։ Օրինակ առաջին նախագահին են թիրախավորում։ Բայց ամբողջ հարցը նրանում է, որ եթե ասենք դուրս են եկել զույգով դուրս են եկել
կրթել է նորաձև շարժման։ Հիմա իրավական կողմը այդ նորաձև շարժման որևէ համային գնալու եւ այն իրենք տիկնոջը հատկացնում են մի մեծ մասշտաբի, հա, անվտանգային ապահովություն իրականացնող խումբ ոստիկանական։ Հիմա հարց, եթե ինքը հայտարարել է ոչ եկեղեցով, ոչ օրենքով, ոչ ԶԱԳՍ-ով, իրենք պաշտոնապես ամուսնացած չեն։ Դա իրենց խնդիրն է, ոչ մեկը ոչ չի ասում ինչու չեք ամուսնացել, բայց օրենքը հստակ պահանջում է, հա, որ ասենք վարչապետը կարող է իր հետ ապրող ընտանիքի անդամի անվտանգությունը ապահովելու պահանջ ներկայացնել։ Իր հետ ապրող ընտանիքի անդամի օրենքի հաջորդ կետում ասում է ընտանիքի անդամը ամուսինը միայն օրենքով, համապատասխան փաստաթղթով գրանցված ամուսնությունն է։ Այսինքն օրենքի այդ պահանջը չի կատարվել։ Այս պարագայում անվտանգությունը ապահովող կառույցը ինչ հիմնավորում է դրել։ Չէ՞ որ օրենք է խախտվում, ես դրա մասին եմ խոսելու ու խոսում եմ։ Ի վերջո օրենք է խախտվում նաև հենց այդ պարզագույն իրավիճակում։ Եվ երկրորդը, եթե ասենք հետևել եք կամ ուշադիր ուսումնասիրել եք այդ կրթության, հա, կրթվելը նորաձև է շարժումը, այդ ռազմավարությունը ես ինքս ուսումնասիրել եմ, գիտեք ինչ է գրված այնտեղ։ Գրված է, որ այդ ռազմավարության մեջ որ այդ շարժումը չի ենթադրում պաշտոնական գրանցում, պետական գրանցում, ասել է թե մենք ունենք ուսուցողական ոչ ֆորմալ, հա, կրթական գործողություններ իրականացնելու համար գրանցվող պետական ռեեստրեր։ Իրենք ասում են, որ պարտադիր չի, որ պետական ռեեստրում գրանցվեն, այդ շարժումը չի ենթադրում այդ ռեեստրում գրանցվել, բայց իրենք այդ շարժմանը, իրենք իրենց լիազորություն են տալիս չգրանցվելով պետական ռեեստրում լրացնել կրթության ոլորտում պետական քաղաքականությունը, սա իրենց ռազմավարության բառերն են ուղղակի մեջբերում, եւ բյուջեից բոլորից վճարած հարկերից գումարներ տրամադրել այդ շարժմանը ոլորտում պետական քաղաքականությունը։ Եվ ես հարց եմ տվել նախարարին, այսինքն ինչ է նշանակում տեղից վեր կացողը կարող է գալ ու ասել ես չեմ գրանցվում, բայց գնում եմ ձեր քաղաքականությունը լրացնելու եւ դուք դրան այսպես անտարբերությամբ հասնելու եւ դեռ ավելին պետական բյուջեից ֆինանսավորում եւ երբ հարցնում ես ինչ ֆինանսավորում, ինչ հիմնավորում, ասում պետական գաղտնիք է։ Եթե այդ պետական գաղտնիք է, ապա ինչու եք այդ 500, 300, 400 նայած լսարաններում մարդկանց պարտադրում բերում այդտեղ նստեցնում, ինչ պետական գաղտնիք են այդ երկու ամուսիններով, այդ 500 մարդկանց ներկայացնում, ովքեր կրկնում եմ ովքեր պարտադրված են այնտեղ ներկա եղել։ Ես ինքս Վանաձորում հո գիտեմ, որ Վանաձորի ուսուցիչների քանիսն են պարտադրված, քանի ում առաջ ինչ հարցադրումներ են դրել, որ ներկայանալը պարտադիր լինի։ Մարդկանցից հեռախոսներ են հավաքում, զայնագրիչ, մետաղորսիչով ստուգում են։ Բայց դեպքում, եթե պետական գաղտնիք է, այդ պատահական 500 մարդկանց, ո՞նց եք դուք այդ պետական գաղտնիքը ներկայացնում։ Ոչ, դա պետական գաղտնիք չէ, դա նիկոլիզմի թեզերի ներկայացումն է հանրությանը, իսկ նիկոլիզմի թեզերը իրենց քաղաքական կուսակցության գաղափարախոսությունն է, այսինքն պետական միջոցներով, պարտադրելով, ժողովրդին հավաքում են միտեղ եւ ներկայացնում են քաղաքական կուսակցության գաղափարախոսությունը, նիկոլիզմի թեզերը կրթվելը նորաձև է անվան տակ։ Այսինքն բոլորիս հաշվին քարոզարշավ են անում։ Բոլորիս հաշվին քարոզարշավ են անում, սա ակնհայտորեն կոռուպցիոն դրսևորում է վարչական ռեսուրսի կիրառմամբ։ Սրա մասին ես անընդհատ բարձրաձայնում եմ, իրենք միշտ խուսափում են եւ նախարարն ասում է՝ «Տիկին Կյուրեղյան, եթե այդքան հետաքրքիր է, մի անգամ դուք էլ գնացեք, մասնակցեք եւ լսեք ինչի մասին է խոսում այդ բառապաշար ունեցող մարդկանց մոտ»։ Ես ինձ ընդհանրապես հասկանում եք, ես շատ այն մարդը չեմ, որ ես ինձ թույլ տամ գնալ այդ բառապաշար կիրառող մարդկանց որևէ ուրիշ նախադասություն լսել։ Հազիվ եմ դիմանում ազգային ժողովում նստում եմ այդ կերպարը տեսնում եմ։ Հիմա էլ գնամ մի հատ էլ ազգային ժողովից դուրս ուրիշ տեղ տեսնեմ։ Եվ Տիկին Կյուրեղյան, թուրքական մամուլը գրում է, որ Աննա Հակոբյանը հունիսի 19-ից 22-ը հանգստացել է Անտալիայի թանկարժեք հյուրանոցներից մեկում 3 օրվա համար ավելի քան 100,000 եվրո ծախսել։ Չնայած ինքը Հակոբյանը հերքել է այս տեղեկությունը, նշել է, որ ինքը այդ օրերին եղել է Սյունիքում ու ճանապարհորդել է, բայց այնուամենայնիվ սա այն ժամանակահատվածն էր, որ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում էր հունիսի 20-ին, նա եւս Թուրքիա էր մեկնել։ Թուրքական մամուլի այս հրապարակումը ձեզ որքանով է հավատ ներշնչում եւ եթե ընդունենք, որ դա իրականությանը չի համապատասխանում, ինչ նպատակով է այս արտահոսքը կազմակերպվել։
Գիտեք, ըստ էության նույն թուրքական մամուլից, նաև այնտեղի հայկական համայնքի արձագանքներից այդպիսի բան կար, չէ, որ այնտեղ նույնիսկ թուրքական իշխանություններն էին զարմացած Նիկոլ Փաշինյանի մինչև գլուխ խոնարհվելու այդ մակարդակից, այն բոլոր պահանջների միանգամից կատարելու պատրաստակամությունից եւ ասենք թուրքական մամուլը, ադրբեջանական մամուլը միշտ հայտնել է այդ բանակցությունների սեղանին դրված քննարկված Նիկոլի խոստումներից իրենց պահանջներից եւ փաստացիորեն բոլորը ճիշտ են դուրս եկել։ Այսինքն դրանցից ոչ մեկը այս իշխանությունների կողմից չի հերքվել եւ ես այսպես ասած ոչ ուզում եմ լիարժեքորեն հավատալ, բայց ոչ կարող եմ չհավատալ, որովհետեւ ողջամիտ կասկածը կարող է լինել, որովհետեւ ելի եմ կրկնում այդ նույն մամուլի տարբեր այլ հրատարակություններ, տարբեր այլ հարցումների վերաբերյալ Փաշինյանի բանակցությունների ընթացքում այդ խաղաղության փաստաթղթի շուրջ բանակցությունների խոստումների Ալիևյան պահանջների մասին ինչ ասվել է ճիշտ է դուրս եկել։ Իսկ ինչի է արվում այս ամեն ինչը ձեր կարծիքով ավելի խոցելի վիճակում են դնում իրենց ինչ նպատակով։ Հենց ես ելույթի սկզբում մեր հարցազրույցի սկզբում հենց դրա մասին ասացի, որ Էրդողանը չի համաձայնել որևէ կերպ երկարացնել եւ միգուցե հենց դրա մասին է խոսում։ Եվ միգուցե նրան ասել է դու պետք է գնաս ու կատարես այն բոլոր խոստումները, որ տվել ես, հակառակ պարագայում դու պատժից վախեցիր։ Միգուցե հենց դրա համար սա էլ որևէ ձև կերպ ակնարկ է, որ տես մենք ունենք այս փաստարկները եւ մենք ամեն ինչ կանենք, որ այդ փաստարկները ջրի երես դուրս գան։ Այսօր ուղղակի ասենք ողջամիտ կասկած առաջացնող հայտարարություն է, վաղը մյուս օրը դա կարող է նաեւ կցվել որոշակի հիմնավորող փաստաթղթերով, նկարներով, չգիտեմ, ես չեմ կարող ասել։ Սա ուղղակի ենթադրություն է, բայց ողջամտորեն հնարավոր է, որ իրականությանը մոտ ենթադրություն լինի, այնպես որ ես իրավունք չունեմ չհավատալու եւ չեմ կարող 100% պնդել, որ այո, այդ ինչ արվել է, ասվել է, ճիշտ է ասվել, բայց իրավունք էլ չունեմ չհավատալու, ելի եմ կրկնում, որովհետեւ մինչեւ հիմա այդ նույն մամուլներում տարբեր հոդվածներով բանակցությունների վերաբերյալ բոլոր հայտարարությունները ամեն դեպքում հաստատվել են ու չեն հերքվել։ Ինչու հանկարծ ես որոշեմ սրան չհավատալ, հատկապես երբ որ ես իմ ամենօրյա կյանքում տեսնում եմ Աննա Հակոբյանի, այդպես ասած, մեծ ցանկությունները ցոփ ու շվայտ կյանքով ապրելու։ Հասկանալի է։ Այնպես որ ես իրավունք չունեմ հերքելու ադրբեջանական, թուրքական մամուլի նման հայտարարությունը եւ ողջամիտ կասկած կարող եմ ունենալ, որ ինքը կարող է ճիշտ լինել։ Մի փոքր տեղ կարող է հանկարծ սխալ լինել, բայց սխալ լինել ոչ ամբողջության մեջ, այլ ինչ որ նյուանսներում։ Միգուցե իրենց նման այս որ հեղաշրջման պլան էին գրել ժամկետը, միգուցե այդ ժամկետը իրենք էլ են խառնել, բայց նման մի փաստարկ եղել է։ Միգուցե օրերի մեջ են իրենք մանիպուլյացիա արել, դե Նիկոլը սովորար մանիպուլյացիաների, պետքա սովորի նաև որի նկատմամբ էլ մանիպուլյացիաներ լինելու են։ Այնպես որ հետո էլի եմ կրկնում, մենք այսօր այնքան ծանր իրավիճակում ենք, որ միգուցե նման բաները հենց հանրությանը պետք է սկսեն մտածել տալ, որ իրենք իբր թե նախկիններին քննադատում էին, ասենք որոշակի ֆինանսական, չգիտեմ ինչ կուտակումների ձեռք բերելու հարցում, եթե այդ ամեն ինչը ճիշտ է ու եթե ընդունենք, որ ճիշտ է, ապա մարդիկ իրենց այդ ամեն ինչը կուտակել էին 20-30 տարվա ընթացքում, իրենք 2-3 տարվա մեջ լրիվ անցել են սրանց կուտակումների ծավալները։ Մարդը ով սառնարան էր գնում 7 տարի առաջ վարկով, այսօր արդեն երրորդ, չգիտեմ, երկրորդ 250,000-ով ապառիկ չէին տալիս։ Որով հիմա այս մարդիկ մեծ ծավալներով, մեծ արժեքներով տներ են սեփականություն են ձեռք բերում։ Էլի եմ կրկնում, եթե ճիշտ է այդ ամեն ինչը ու նրանք այդքան են ձեռք են բերել 20-30 տարվա ընթացքում, ասենք 2-3 տարում լրիվ անցել են, այնպես որ հետևությունները թողենք մեր քաղաքացիներին։ Հետևությունները թողնենք մեր քաղաքացիներին, բայց ամեն դեպքում սիրելի հայրենակիցներ, իսկապես մենք արդեն այնպիսի իրավիճակում ենք, որ ամեն օր մեր երկրի ինքնիշխանությունը կորցնելու լուրջ վտանգի առաջ ենք եւ
չի բացառվում, որ Էրդողանի հետ հանդիպումից հետո Թուրքիայից հետո նա այնտեղ խոստումներ է տվել թե Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, ինչքան էլ ուզում է ասի ուրիշ անուն է, թե ուրիշ խոստումներ եւ այս բռնաճնշումները հենց այդ խոստումները կյանքի կոչելուն դեմ պայքարող ուժը փողոց դուրս գալը կանխելն է եւ մենք պետք է պատրաստ լինենք, մենք ամեն օր, ամեն վայրկյան այո ոտքի կանգնելու, մեր երկիրը փրկելու համար, մեր երկրի ինքնիշխանությունը պահպանելու համար եւ պետականաքանդ ազգադավ իշխանությունից հեռացնելու համար մենք պետք է միավորվենք եւ այլ բան չի մնում քան դա անել, հակառակ պարագայում իսկապես երկիրը կորցնելու լուրջ վտանգներ են ունենալու։ Տիկին Գյուլիան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ եմ հրավերի եւ նման հնարավորություն ստեղծելու համար։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր, Դաշնակցության անդամ Արմենուհի Գյուլիանի հետ։ Կհանդիպենք։